Բոլոր ինստիտուտները կարծես թե սկսել են քանդել, սկսել են կազմալուծել, հերթը հասել է Հերթը չի հասել, հերթը չի էլ կարող հասնել տղա ջան, եկեղեցին այն կառույցը չի, որ կարող է լինել վերջինը եւ դրանով եկեղեցին խորդագել, հա, նա, որ չի։ Իշքան օրինակ կարող ենք բերել այդ բանից պատմությունից։ Ստալինը կարողացել է։ Հիտլերը կարողացել է։ Մուսոլինին կարողացել է։ Նապոլեոնը կարողացել է, ֆրանսիական հեղափոխությունը կարողացել է, ով է կարողացել եկեղեցուն հաղթել։ Եկեղեցին անհաղթելի կառույց է, ոչ թե եկեղեցականն է անհաղթելի, եկեղեցին անհաղթելի կառույց է։ Սա պատմությունը մի քիչ թերթես 1-2 մանավանդ սովետական միության մեջ ծնված մարդ, որ սովետական միության պատմությունը գիտես, իմանաս որ անօգուտ է եկեղեցու դեմ սուրճ ճոճելը։ Հա մի երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փագես, բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Ինչի՞ մասն է խոսքը։ Ալբանիայում եկեղեցին գրեթե ոչնչացված էր։ Ոչ մի հոգևորական չէր մնացել, ոչ մի գործող եկեղեցի չէր մնացել։ Հիմա Ալբանիա գնացեք, եկեղեցին չկա։ Սրբազան ինչու է հայտարարում, որ պետք է կաթողիկոսի ընտրությանը նաև ժողովուրդը մասնակցի, պետք է կարգը խախտի։ Ժողովուրդը մասնակցում է, ինքը անգերագետ է, տգետ է։ Ուրեմն թող գնա սովորի։ Կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որտեղ ազգային եկեղեցական ժողովում 2/3 աշխարհականներ են եւ ժողովրդի ներկայացուցիչներ են։ Հասկացաք։ Իսկ ինքը իբրև պետություն ժողովուրդը խառնվելու իրավունք ունի, բայց ինքը իբրև պետություն խառնվելու իրավունք չունի եկեղեցու գործերին։ Հասկանում եք։ Ժողովրդի անունից թող չխոսի։ Ժողովրդի անունից ինքը չի ընտրվել եկեղեցուն վերահսկելու համար։ Ժողովրդի անունից ինքը ընտրվել է պետության գործերը վարելու համար։ Իսկ պետության գործերը ասում է, որ չպետք է խառնվի եկեղեցական գործերին։ Ուրեմն տեղը նստի Այն որ ասում քվեյով ընտրված ղեկավարները, քո ընտրված լիազորությունների շրջանակում գործի։ Կհաչաս, չես հաչա, բայց կգործես քո լիազորությունների շրջանակում։ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունում դու դերակատարություն չես կարող ունենալ իբրև պետություն։ Կարող է դերակատարություն ունենաս իբրև անհատ, եթե այդ եկեղեցու անդամ մնաս։ Այսօր դու փաստորեն քեզ դրել ես եկեղեցուց դուրս։ Փաստորեն դրել ես, բայց հայտարարում ես ես դեռ այդ եկեղեցում եմ։ Դու չես որոշողը, դու ես այդ եկեղեցուց թե չէ։ Դա որոշողը մենք ենք։ Ցանկացած եկեղեցի ինքը ղեկավարվում է եկեղեցականների կողմից։ Եթե հայ ժողովրդի մի հատված կա, որ դա չի հասկացել, դա ինչ խնդիրն է։ Այն որ ասում ես իմ եկեղեցին է, քեզ թվում է թե քո եկեղեցին է։ Կամ քեզ թվում է թե եկեղեցին հանրային տարածք է։ Եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որովհետև իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ցես, ոչ արարողություն, ոչ պատարագ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Եվ դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան, չկա նման պարտադրանք։ Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Քահանան գործում է եպիսկոպոսի իշխանության ներքո, եպիսկոպոսը գործում է կաթողիկոսի իշխանության ներքո։ Եվ եկեղեցին, որ մենք բացել ենք այսպես դռները բաց եւ ասել ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Զբոսայգի չի եկեղեցին։ Ոչ էլ փողոց է։ Եկեղեցին հայ առաքելականների համար սակրալ տարածք է, որտեղ հայ առաքելականները, նրանք, որոնց քահանան թույլ է տալիս, որ մտնեն, մտնում են պաշտելու համար Աստծուն։ Այդ նույն բանով հաջողությամբ գնացեք, մտեք կյանքի խոսքի սրա, ասեք, էսի մերն է։ Գնացեք Եհովայի վկաների տարածք մտեք, ասեք, էսի մերն է։ Գնացեք մորմոնների եկեղեցին մտեք, ասեք, էսի մերն է։ Չհասկացանք։
ավետարանականների ժողովարանը գնացեք մտեք ասեք էսի մերն է հայարակելական եկեղեցին ձեր ձեռը պատանտ է այն որ մենք դռները լայնորեն բացել ենք ձեր առջև դուք օգտագործում եք մեր դեմ չափերը ճանաչեք պիտի չափերը ճանաչեք եւ չափը պիտի ճանաչի նախ եւ առաջ այն իշխանությունը որի կարծում է թե ինքը պետություն է քեզ նման պետություններ է տեսել հայ եկեղեցին կայսրություններ է տեսել հայ եկեղեցին եւ չրտել է այդ կայսրություններին դեն է շպրտել դու ով ես քեզ չչրտի տղա ջան հանգիստ նստի կենակցի դել ասա հանգիստ նստի Ինչ է կարծում Մարմաշենի եկեղեցում տեղի ունեցած դա հատուկ հրահրել պրովոկացիա է սադրանք այդ իմ ասացի բանը որ ոնց թե դու ով ես որ հենց ես եմ բա ով է այդ տաճարները որ սարքվել են քեզ նման ցինիկ լագոտների կողմից են սարքվել քահանաների ձեռքը համբուրող եւ սրբազանների առաջ ծունգի իջնող եւ կաթողիկոսի գավազանի առաջ խոնարհվող իշխանների կողմից է կառուցվել եւ կառուցվել է իբրև եկեղեցվո սեփականություն Իրանք նկարների համեմատություններ էին նկարների համեմատություն թող չանեն իրենք պարտավոր են դա անելու ճանապարհ են կառուցել բա պետք է կառուցեին ճանապարհը եկեղեցու կառուցելու գործն է հա շինախ են հեռացրել իրենց լծրած շինախն է պետության կողմից շինախ են հեռացրել ես պետք է հեռացնեի մի երկու հատ բան են կառուցել հա տուրիստների համար ճեմուղի են կառուցել լավ են արել ասել են շնորհակալություն բայց իրենք ինչ են ուզեցել անել նաև իրենք ուզեցել են Մարմաշենի վանքը վերածել զվարթնոցի այսինքն մուտքը տոմսով վճարովի որովհետեւ այնտեղ եկեղեցական պաշտամունքային արարողություններ չլինեն լինի թանգարան այդպես էլ հրճակել են հիմա այդպես չգիտեմ պոհակ են Մարմաշենի վանք չգիտեմ պոհակ եւ դրա համար կառուցել են այդ շլագբաումը չէ արկելափագոցը կողքը սենյակը որտեղ պիտի տոմս ծախեին քեզ որովհետեւ դու փողով մտնեիր եւ դրան ընդդիմացել ենք մենք ասել ենք որ չի կարող Մարմաշենի վանքը չլինել ազատ մուտք պետք է լինի ազատ մուտք թանգարան չի կարող լինել հետո ինչ որ դուք դարձրել եք ոչ թե դարձրել եք պետական սեփականություն խլել եք եկեղեցուց ժամանակին սովետական տարիներին հիմա չեք վերադարձնում կսպասենք 70 տարի սպասել եք եւս 70 տարի կսպասենք բայց այդ վանքը մերը կլինի ձերը չի կարող լինել այ ողորմ է լիներ այ թշվարականներ հիմա այս մի բան մի աղդոտություն արել է իրանք շուրջի ասկարիտները ասեց բան են արել ոգևորվել են բան այլ իրենց համար սնունդ է հայթայթել կերեք կշտացեք հանգստացեք բայց կմնաք ասկարիտ ուրիշ բան չեք լինի կուշտ ասկարիտը սոված ասկարիտից մեծ տարբերություն չունի որ մի կողմից ասում է եկեղեցին չուլանացված է մյուս կողմից ամեն օր սաղմոսներից հատվածներ է հրապարակում կամ ինչ-որ մեջբերումներ է դե դա անում է որովհետեւ ցույց տա որ ինքը ավելի հոգեվոր է քան եկեղեցին իբր իր պայքարը ոչ թե եկեղեցու դեմ է որպես ինստիտուտ այլ եկեղեցում տիրող մթնոլորտի դեմ է ողորմելի թշվարական Իսկ ինչ-որ ասելիք ունի կոնկրետ սաղմոսներից վերված հատվածները, թե ուղղակի եթե դուք ուշադրություն եք դարձրել, ես ինչ սաղմոսները իրենով պետք է իմանամ, որ իր արտասանած սաղմոսները լսեմ։ Իմ ինչ գործն է իր արտասանած սաղմոսը։ Ես ամեն օր եմ սաղմոս արտասանում, առավոտ եւ երեկո։ Իր սաղմոսների պետք չունեմ ես, որ ես իմ մադել կարդամ թե ինչ սաղմոս է մեջ բերել։ Դեն այդ մարդու մտքի մեջ կարող է մի մաքուր բան լինել, որ սաղմոսը ինքը մեջ բերի մաքուր պատճառով։ Անշուշտ այլ անմաքուր պատճառով է օգտագործելու։ Ինչի մասն է խոսքը։ Մյուս թեմերի առաջնորդների դեմ են նույն լարվածությունը։ Չի մյուս թեմերի առաջնորդ, այսինքն իմ դեմ ինչ լարվածություն է։ Այսպես անընդհատ ձեր դեմ ինչ որ իրենք լարվածություն են ցույց տալիս։ Առաջին անգամ իմ անունը տվել է։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ իմ անունը չի տվել։ Առաջին անգամ իմ անունը տվել է այդ իմ վերջին բանի, մինչև հիմա իմ անունը չի տվել։ Եվ այդտեղ չի որ իս բոլոր ասածները ինձ են վերաբերում, բացարձակապես։ Որոշ, ասենք, այո, խավարասերներ փորձել էին այն իր առաջին բանը
խոսքը ինձ վերագրել, բացարձակապես ինձ չի կարող վերագրել եւ ինքն էլ ինձ նկատի չունի եւ չի կարող ունենալ։ Հասկանու՞մ եք, չի կարող նկատի ունենալ, ինքն էլ շատ լավ գիտի։ Դրա համար է ինքը անորոշ ասում, որովհետեւ ամեն մեկը ինչ-որ մեկին կասկածի։ Սրիգա, գիտես, անունը տուր։ Անունը տուր։ Ինչու ես այնպիսի տպավորություն ստեղծում, որ յուրաքանչյուրը իր ճանաչած մի սրբազանին սկսի կասկածել։ Չէ՞։ Ամեն մի հայ ինչ-որ մի սրբազան կամ երկուս կամ երեքին ճանաչում է։ Երբ որ դու անորոշ ասում ես սրբազան եւ այդ հայհոյալից խոսքը, հասկանում ես, որ նշանակում է դու դրանով ես զբաղվում կնոջդ հետ։ Ուրեմն քո եւ կնոջ հարաբերությունը կարելի է ուրեմն սահմանել այդ քո օգտագործած խոսքով։ Ուրեմն զավակներդ գիտեն, թե դու ինչով ես զբաղվում կնոջդ հետ։ Այդ գործողությամբ ես զբաղվում, ինչը որ արդահայտել ես։ Դու անորոշը չես ասում։ Բանուն ես ասելու հստակ ասա անունով ասա ազգանունով ասա այդ անուն ազգանունով մարդը քեզ պատասխանի ոչ թե ամեն մեկը նստի մտածի աշեց որ սրբ այ երևի մեր այստեղ մեր շուրջը քանի հոգի արդեն ես քանի օր է բան են հետաքրքրված են թե ես քերակին ունեմ կամ ոչ աննորմալ քո աննորմալությունը քո ընտանիքում դրսևորի հայ չեն հայախոս են խոսում են հայերեն կրթվելու մասին են խոսում հայերեն բայց հայ չեն մեկ դուռը բացեք բան որպես իրենք վերադառնան ի վերջո ինչպես 89-90 թվականին դուռը բաց պահեցինք այդ հանցագործների համար որ բացահայտ հանցագործների եւ այո իրավունք ունեինք ամեն ձև իրենցից հատուցում պահանջել բայց իբրև եկեղեցի մենք գնացինք այլ ճանապարհով խանդարտության, խաղաղության, հանդուրժողականության, ներման այս մարդիկ ոչ մի լեզու չեն հասկանում ներումը համարում են թուլություն լռությունը համարում են տգարություն ուրեմն չարին չարով չպատասխանելը համարում են ինչ իմանամ անկարություն բայց վերջո մենք չենք կարող էլի եկեղեցուց վերածվել ինչ-որ մի կառույցի, որը աչքի դեմ աչք, Ադամի դեմ Ադամ սկզբունքով է առաջնորդվում։ Սպասան մեր պայքարը ընդամենը խոսքն է, եւ մենք խոսում ենք եւ ասում ենք, եւ մերժում ենք իրենց ամեն ասած այն ինչ-որ հագա քրիստոնեական եւ հագա հայկական են, եւ պիտի շարունակի։ Եվ ուրեմն սրբապղծության կամ ընդամենը սեռական կյանքի չգիտեմ, դու քո ընտանիքով զբաղվի։ Աստծո եւ օրենքի առաջ դուք ամուսիններ չեք։ Ոչ եկեղեցու առաջ եք ամուսին, ոչ բանով պետական գրանց։ Ինքներդ խոստովանում եք եւ անարգում եք ուրեմն ԶԱԳՍ-ի ինստիտուտը, այսինքն պետական գրանցման ինստիտուտն եք անարգում։ Դու պետական համարում եք մարդ, քեզ համարելով, քեզ անարգում ես պետական ամուսնության գրանցման ինստիտուտը։ Դու ուր երջանիկ ես, որ քո զավակները արդամուսնական կապի արդյունք են։ Ուր ես մտել ես ուրիշի անկողին, ուրիշի արդամուսնական զավակների մասին ես ուզում մտահոգվել։ Դու քո արդամուսնական զավակների մասին մտածի։ Ուրեմն ինչ իրենցից հեռացնելու համար այն ինչի մեջ պղծության մեջ իրենք են, հա? Ինչպես գոռում է բռնեք գողին, իմասա գոռում է բռնեք պիղձերին։ Դու ամենամեծ սրբապիղձը դու ես, ամենամեծ պղծության մեջ դու ես, հարատև եւ անուղա։ Եվ մի հարց է Սպասան, ընդհանրապես դուք նշեցիք, որ եկեղեցին կայսրություններ է տեսել, թագավորներ է տեսել, մեծամեծներ է տեսել, այ երբևէ նման պահվածք ունեցող երկրի ղեկավար քաղաքական գործիչ մենք ունեցել ենք։ Իհարկե ունեցել ենք։ Դուք ելնից ոչ պատմություն գիտեք, ոչ գիրք եք կարդացել, ոչ բան գիտեք, պապ թագավորը, որով այդքան խոսում է, ով է եղել, նմանատիպ մի սինկլոր անպետքի մեկը, որն էլ էր խոսում, լինելով անբարոյական, խոսում էր բարոյականությունից եւ երկրի հզորացումից։ Այսինքն եթե վանկերը փակեին, պետք է երկիրը հզորանար։ Ձախողում է իր քաղաքականությունը, իր ձախողումները պետք է ուրիշին վրա բարդի, նա բարդում է։ Նույն պարտակավորն է։ Անբարոյական եւ միշտ մեղավորը ուրիշն է։ Եվ լեփլեցուն, հիմա Ստալինը ավելի բաներ բարի պտուղեր
կամ են 20-ական, 30-ական թվականների կոմունիստական ղեկավարները ավելի բարի պտուղ էին, բայց դրանց էլ է տեսել, մարսել, հաղթել, շարունակել եւ կշարունակի։ Անմեղ ես, որ դու ուզում ես քար գցել։ Անմեղ ես, ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Ապօրինի կենակցում ես եւ ապօրինի կենակցի դեմ ներկայացնում ես աշխարհին իբրև առաջին տիկին։ Երբ որ առաջին տիկինը ըստ արարողակարգի նախագահի տիկինն է, քո տիկինը չի էլ կարող լինել առաջին տիկին։ Դուք էլ դա չեք հասկանում, ես հասարակ բաները չեք հասկանում, որ այս պետության առաջի դեմքը ամեն դեպքում նախագահն է, երբեք վարչապետը չի, ինքը ուզուրպացրել է նախագահի բոլոր լիազորություններն էլ, արարողակարգային իրավունքներն էլ, այո նախագահը միայն արարողակարգային իրավունք ունի, բայց դա էլ յուրացրել, անբարոյականություն չի դա, անբարոյականություն չի առաջին տիկին չլինելով ներկայանալ ամբողջ աշխարհին առաջին տիկին։ Անբարոյական, դու եկել ես ու մեզ բարոյականություն սովորացնում։